Ես ուզում եմ շատ բարձ ասել, որ այդ գործը ամենատաբար կամ հարաբերականորեն յուրահատուկ է նրանով, որ թե ինչպեսի կապ գոյություն ունի Կարապետյանի եւ եկեղեցու միջեւ։ Նա բանտարկվել է նրա համար, որ աջակցում է եկեղեցուն, բայց հիմա բարկացո բանտում չէ, տնային կալանքի ներքո է, որովհետեւ աջակցել է եկեղեցուն եւ պահվում է տնային կալանքի ներքո։ Կարելի է նման զավեշտալի ենթադրություն այլ, որպեսզի նա դեմ հանդիման քարոզարշավի չմասնակցի, չկարողանա մասնակցել Հայաստանում։ Ես այլ շատ պոպուլյար քաղաքական առաջնորդների ներկայացում, ինչպեսին օրինակ Բոբի Ուայնը Ուգանդայում ոստիպված եղավ Ուգանդայից փախչել։ Տանզանիայում մենք ընդդիմության առաջնորդի ներկայացուցիչն ենք, քաղաքական կուսակցությունների, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչն ենք եւ Կարապետյանի գործը յուրահատուկ է։ Այն իմաստով, որ այն տեղի է ունենում մի իրավիճակում, որում ինքը իր հետ բերում է իր ժողովրդի ինքնությունը, այլ կերպ ասած, երբես նայում եմ Կարապետյանին, ես տեսնում եմ մի քանի գործոնի համակցություն, որոնք յուրահատուկ են լինելով հայկական։ Իսկ Փաշինյանին ես դիտում եւ տեսնում եմ որպես դրսի շահերը ներկայացնող։ Եվ դա ապշեցնող է։ Այդ դրանով է յուրահատուկ, քանի որ մենք իսկապես իդեմս Կարապետյանի տեսնում ենք մի մարդու, ով պայքարում է Հայաստանի համար։ Եվ իդեմս պարոն Փաշինյանի մարդ, ով կարծես ավելի սահագրված է ուրիշների շահերի համար պայքարելու։ Նույնիսկ եմ ասում, Փաշինյանի հարձակումը եկեղեցու նկատմամբ ըստիս գումարած նրա հարձակումը Հայաստանի պատմական ժառանգության նկատմամբ գումարած այն որ նա պատանդների հարցին չի անդրադառնում շատ յուրահատուկ ձախողումների համակցություն է